ուրախ եմ եւս մեկ անգամ ողջունել ձեզ այդ մոտեցումները ես որ ասում եմ ռուսները գերմանացիները թաքնագետներով ինչ արեցին իրենք որ կարողացան գերմանացիները գիտենք ինչ արին մի բան էլ շատ այսպես ազգին կայացրեցին ռուսերն էլ այդ ճանապարհին են ինչ են անում էզոթերիկները թաքնագետները ընտրեմ դե խմբակային ոնց որ պետական մտածելակերպը ուզում են ուժեղացնեն ազգային ինքնագիտակցությունը ուժեղացնեն ու որթեն այն նպատակին որ ազգի ծաղկման վերելքի համար տանեն դեպի այդ ուղղությամբ դրանք իրանք տես քայլ են անում իրանք հասկանում են որ ամեն մեկի գիտակցությունը ինչ որ իր ներքին աշխարհում է գտնվում ցանկացած մարդ իրանց այդ ուղղորդումը որ փորձեն իրանց գիտակցությունների ներքին աշխարհը միացնեն ու որթեն մի նպատակի ոնց որ գիտակցությունների ուրիշ տեսակետից ոնց որ ասենք մենք երեք չափի տարածության մեջ ենք ապրում կան ուրիշ չափի տարածություններ որ այս չափի տարածությունների մեջ որթենք դեպի ասենք այն երրորդ չափի տարածության մեջ որտեղ ազգը ունի վերելքի հատկանիշ որտեղ ինքը կվերելք ապրի կմիավորվի կուժեղանա մեր նպատակներ կիրականացնի դեպի դրան են փորձում ուղղորդել այդ թաքնագիտական կամ խորագիտական այդ մասնագետները այդ նպատակով են անում ինչքան է լավ անում վատ արդեն իրանց մասնագիտական նույնպես ես որ ռուսների այդ հաղորդումները տեսա ես եկա այն մտքին որ Ռուսաստանի իշխանությունները էլիտային որոնում այդ կարգի հաղորդումներ են եթեր տալիս ինչ որ մարդիկ կնային ովքեր որ ունեն այդ հատկանիշներ ովքեր այսպես տեսնելու հատկանիշ ունեն իրենց հրավիրեն եւ ասենք ինչ որ հետո ինչ են անում ասենք հրավիրեցինք 100 հոգի 200 հոգի մենակ տեսնող հատկանիշներ չի մարդիկ որոնք ունեն ինչ որ ընդունակություն ես դա տեսնել եմ նկատում չագերտներում ինչ որ այլ հատկանիշներ տենց ֆիլմեր կամ Martic X տենց նո ֆիլմերի սերիալներ կամ տենց ամերիկյան հոլիվուդյան այտենց գեր ընդունակություններ ունեցող հատկանիշներով որոնք կարող են ներթափանցել ուրիշ աշխարհներ կարան ներթափանցեն ոնց որ նայեք հիմա մեր գիտակցության անկալման սֆերա կա նաև մեր երկիր մոլորակի գիտակցության նկարման սֆերա որտեղ այդ սֆերան ասում են ակաշա քրոնիկա կամ ասենք արևելքում ալայավիճնային երկի մակարդակը որտեղ այն բոլոր գործողությունները որտեղ արվել են այնտեղ կենթանի իրանք վիճակում կան տեսագրված թե նայեք դա զուգահեռ իրականություն ասենք այն զուգահեռ իրականություն ասենք էլի կամ տեսագրված բայց զուգահեռ ինքը մշտական շարժման մեջ գտնվող որ կարողանանք այդ իրականությունից փոխազդել մեր իրականության վրա մեր իրականությունն էլ որ փոխազդի այդ իրականության վրա որ այդ փոխազդությունը կարողանանք ասենք ընդեղի իրականության ինչ որ երիտե պրոյեկտարվի մեր իրականության վրա ստեղծել ընդեղ պրոյեկտարվի այստեղ մի հատ քեզ կտրեմ էլի մի դրվակ հիշեցի վերադառնալու ենք մի թեմայի ասենք թե ինչ կերպեի ես այդ վեպերի գրում Կալիգուլա վեպիս մասին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրախոսական էր գրել եւ ասել էր գիրքը որ կարդում ես քեզ թվում է այն հին իրականությունը կողքդ է զուգահեռ հետդ գալիս է հասկանում եք այդ ձեր ասացի նման է էլի ոնց որ այս իրականությունը կա այն հինն է պարզապես դու պիտի ունենաս որոշակի հատկանիշներ որ մտնես այնտեղ ինչ որ բան վերցնես ու գաս ճիշտ եմ հասկանում ներաշխարհը մտնելով հա ուղղորդ է ու մարդկանց ոնց որ ներաշխարհը ու ներուժը ուղղորդել այդ ազգային նպատակը իրականացնելու համար իհարկե դրա համար մեծ ջանք է պետք բավականին ոնց որ իրար հետ համահունչ աշխատող խումբ է պետք մեծ իհարկե այդ խումբը աշխատանքի համար ոնց որ պետք է նաև նյութական ինչ որ բարիկներ որ այդ մարդիկ ամբողջ օր դրա վրա են աշխատելու ոնց գոյատևեն դրանք ինչ որ այլ ձևերով են աշխատում թե սովորական իրենց ուղիղի աշխատանքի շնորհիվ թե ստանում են համեն մեկի ջրտի ինչ որ տեղեկություններ համադրում են հետո կապի մեջ են մտնում այդ ուժերի հետ եւ ինչ որ գեներացիա տենց ուղեղը որ ասենք այդքան ուղեղով չեն աշխատում այլ ձև են աշխատում բայց պիտի համահունչ աշխատեն նայեք սենց երբ դպրոցական դասագրքում կա ֆիզիկայի ռեզոնանսի գաղափարը երբ որ կամուրջի վրայով զինվորները քայլում են համահունչ քայլելով չի կարելի զինվորները քայլել որտեղ այդ քայլքը որ համահունչ քայլի կարող է կամուրջի
ռեզոնանսի տա ու կամուրջի քանդվի։ Ընդհանրապես քայլում են, ինչ որ մի բան չի։ Այդտեղ այդ երբ որ իրանք կարողանան համահունչ իրար հելնեն, այդ ինչ որ երևույթների ռեզոնանս տան, կարող է իրենք այդպես մեծ ուժ չներկայացնեն, բայց կարող է իր համահունչենի ռեզոնանս որ քայլողները, այնց մեծ ուժ չի այդ, ասենք ավտոմեքենան որ գնում է մի հատ ֆուրա գնում, շատ ավելի մեծ ծանր ու բան է, քան այդ քայլողները, բայց իրանք ոնց որ համահունչ ռեզոնանսի մեջ են կամուրջի, տենց էր որ այդ խմբի աշխատակիցների հետ համահունչ լինեն, կարևոր է համահունչն ու կարողանան համապատասխան ռեզոնանս ռիթմը գտնել, որ այդ դաշտի վրա ազդեցությունը կարողանան անեն։ Ոնց որ այս մեր գիտակցությունների դաշտի վրա հիմնական մասսայի վրա ազդեցություն անեն, որ ուղղորդեն ինչ որ նպատակների համար։ Հիմա այդ ազդեցությունը թե այդ մարդկանց խումբն է անում, թե մեդիա համակարգն է անում, թե տարբեր ձևերով են էլի արվում։ Այսինքն մի քանի մակարդակի վրա է դա արվում, որ մարդիկ ուղղորդվեն իրանց մտքերը, որ մարդիկ իրանց մտքերը ուղղորդվեն այդ նպատակի համար, մի նպատակի համար, սկսում են ռեզոնանս տալ։ Ոնց ճիշտ, եթե ուղղորդում են, ռեզոնանս է տալիս ու համապատասխան իրանց նպատակը սկսում են իրականացնել։ Եվ գերմանական էլիտայի փորձը ուսումնասիրում այդ ձեր խոսքից ես զուգահեռում էի, իրենք ինչ որ ձևերով ստանում էին որոշակի գիտելիքներ։ Նախ աշխարհով մեկ շրջեցին, տեխնագիտական գրքեր հավաքեցին, հետո այդ ձեր ասած մարդկանց թիվ հավաքեցին եւ ինչ որ մեդիտացիաների վայր կերպ ինչ որ տեղեկություններ էին ստանում, թե ինչպես ես դա այդքան էլ չեմ կարողացել բացեմ եւ ինձ համար գաղտնիք է եւ կուզեմ որ գտնվեր մարդիկ որ ասեն թե ինչպես են ստանում անհրաժեշտ գիտելիք, բայց նաեւ ուժ է։ Հետո որ ազդում էին հասարակության վրա, ես նկատել եմ, անգամ ժեստերը, առաջնորդի ժեստերը հատուկ գծագրված էր ինչ որ էլ է տեղից եկած, որ ազդեր մարդու ենթագիտակցության վրա, հատուկ երաժշտությունների միջոցով էին ազդում, հատուկ պլակատների, երթերի, դրոշների սիմվոլներ, այսպես մի համախումբ էին բերում ու այդ համախումբով համաժամանակ է որ ազդում էին, այդ հասարակությունն ընկնում էր ինչ որ բան էքստազի մեջ։ Այս կարգի բաներ նկատել եմ ես էլի։ Բայց դե ինչպես էին ստանում ես համար գաղտնիք։ Դե ստանալը ոնց է, նայեք համապատասխան դաշտ ասեմ, նայեք շատ ֆիզիկան հիմա կարող շատ գծային է բացատրում, ասենք մեր եռաչափ տարածությունն է, ուրիշ տարածություններից է ստանում այդ որսը, բայց դա մեր գծային մարդկային թերի բացատրությունը։ Դժվար է այս լեզվով բացատրել։ Հա, ուզում եմ ասեմ, դա մի քիչ էլ այդքան չի։ Իսկ մենք էլ այս եռաչափ տարածության մեջ չենք ապրում։ Դա մեր գծային ընկալումն է, որ այս եռաչափ տարածության մեջ ենք ապրում, էլի, դա էլ եմ ուզում ուղղակի ասեմ։ Ասենք լինելով ես ինքս ֆիզիկոս, ուզում եմ ասեմ, որ դա մեր դեռ գիտության թերի դեռ զարգացության այս աշխարհի մակարդակ ուրիշ տարածությունների մեջից, եթե այդ տեսանկյունից ասենք, ինքը ներառում են որտեղ կան ուրիշ տեսակի ընթացք է տեղ ունենում, նաև հիշողության տարածություն կա, որտեղ ինչ տեղի ունենում ստեղ երկրի վրա պահպանվում է։ Ասում եք որտեղից են վեպերս ստեղ վերցրել, այդ պահպանված գնացում եք այդ տարածություն նորից այդ ժամանակին եք ընկնում, որտեղ այդ տեղի ունեցել, դու ինքը կենթանի է, ինքը այդ տարածության մեջ մենք մտածում ինքը մահացել է, всё չկա, ինքը էլի նույն ձևի տեղի ունենում։ Դուք այդ տարածության մեջ եք ներխուժում ու ինֆորմացիան վերցնում եք։ Իհարկե շատ հարցադրումներ կան հետաքրքիր, կարելի է ներխուժել ու վերափոխել դա։ Ամեն ինչ հնարավոր է, դες երկու անհնար բան չկա, ուզում եմ էլ ասեմ, բայց իհարկե դժվար բան է, ոնց որ մենք անցյալի վրա ազդելը մեր։ Բայց մենք վերնագրել ենք այսօրվա հաղորդումը ազգին տանը ուղղորդել դեպի հաղթանակ այս ձեր ասած ոլորտների միջոցով ինչ կա ինչ պիտի անենք ես հասկանում եմ դա սա մի հաղորդման գործ չի նույնիսկ չգիտեմ էլ մեր ուժերը բավարար թե չէ բայց գոնե մոտավոր պատկերացնենք դա ինչ է գուցե լսողներ լինեն մեկը մի բան ավել իմանա հավաքվենք եւ ինչ որ ասենք ուրիշ ժողովներ էլիտան արեցին մենք էլ անենք ոնց որ մեր մտածելակերպի աշխարհ կա մեր գիտակցության ամեն մեկի գիտակցության մեջ Եթե ինքը կարևոր չի ինչ հանգամանքում է գտնվում, իր այդ ներաշխարհում թույլ տա որտեղ կա հաղթանակ, ու իր այդ գործունեությունների մեջ, ու շատերը դա թույլ տան, որ դա ակտիվանա,
ոչ թե ինտելեկտուալ plանը ուղղային ֆունկցիա, ավելի խորքային պլանում է, որ ներքին անգիտակից մակարդակի վրա այդ ուզում ասեմ էլի, դրա համար տենց ինտելեկտուալ, հա ուզում ենք հաղթանակ, բայց ինտելեկտուալ չի, որտեղ ինչ-որ ռեալություն է գալիս, որոնք մենք լոգիկայով ասում ենք, չէ, վայ, մեր ուժերը Թուրքիայի հետ համապատասխան են, լոգիկան ստեղ ջարդում է, բայց մենք լոգիկան թողենք ենքով, ոչ ինտելեկտուալ պլան, եթե ոնց որ կարանա անգիտակցական մակարդակի վրա բերել այն ոլորտը, որտեղ կա հաղթանակ ու շատերի մոտ դա բերել, որ ինքը սկսի ակտիվանալ այդ ոլորտը, ոնց որ ուղեղի ինչ-որ մասը, բջիջներն սինոպտիկ կապեր են, չէ, տարբեր տեսակի տրիլիարդավոր տեղ ունենում, ու ինչ-որ կապերն էլ համապատասխանում են, որ հաղթանակ կա, լույսի ինչ-որ վեհի նպատակների հաղթանակ կա, հաջողության հաղթանակ, որ այդ մասը ակտիվանա, որ լոգիկայով չենք կարող ակտիվացնենք, որտեղ կարանա այդ անգիտակցականը բերել այդ ակտիվացնել այդ հաղթանակը, որ շատերի մոտ, ովքեր ռեզոնանս կտան դրան, պետք է մի քիչ շատ լինեն, էլի, այսինքն տենց 2, 5, 10 հոգի պետք է չլինեն, դրանք պետք է 100,000-ավոր լինեն, այդ որտեղ այդ սկսում է ակտիվանալ իրանց մոտ, այդտեղ դաշտ է ստեղծում, ու այդ դաշտը արդեն կարող է ցանկացած նպատակներ իրականացնել, ու ոնց որ հրաշք է տեղ ունենում, հրաշքի պես հանգամանքներ են արտաքին ինչ-որ ստեղծում, որտեղ այդ դաշտը արդեն կա, որտեղ ինքը ճանապարհը բացում է, ճանապարհը բացում, ոնց որ դեմը մի հատ մեծ ժառա, անկանցնելու ոնց որ տրակացնում է այդ բանը ու ճանապարհը նոր ճանապարհ անում, որտեղ երբեք չէին տեսնում, որ այդպես հնարավոր է ճանապարհ բացել, ու հիմա ֆանտաստիկ ասենք թե մի տեզերքից մի տեսություն կա, որ թունելներ են փորում, որտեղ լույսը ասենք պիտի անցնի 100 միլիարդ տարի, բայց ասենք թունել կա, որ անցնում է ինքը 10 վայրկյանում, որ 100 միլիարդ տարի պիտի անցնի ֆիզիկայի օրենքներով, բայց թունել, որը ուրիշ տեսակ է, որ տենց էլ կա ճանապարհ, այսինքն մենք լոգիկան շատ տեղ ինքը շատ մեծ ժամանափակումներ ունի, ինքը չի կարող հասկանալ շատ երևույթներ, նույնիսկ ասենք ինչ-որ ճակատամարտ է, որ քիչ հոգով մեծ զորքերի են հաղթել, չէ, Աշոտ Երկաթն ա եղել, տեն 300 սպարտացիները եւ այլն, որտեղ լոգիկայի սահմանները չեն աշխատում, մենակ իրանք ուժեղությունը չէր այդտեղ, որ իրանք ուժեղ են։ Դեպքում ասում են Աստված օգնեց, այդ Աստվածը երևի հենց դա է, ձեր ասած նկատի։ Որտեղ մենք չենք կարող հասկանալ այն երևույթը, բոլորը անունը Աստված ենք դրել, որտեղ այդ ֆիզիկները այդ անունը դրել են սև էներգիա, սև մատերիա, սև խորոջ, որը չի հասկանում, հավատացյալ մարդիկ դրել են անունը Աստված, էլի, որոնք չեն ընկալում, հիմա դրա տակ են դրել, դա ոչ մի վատ լավ բան չկա։ Ուղղակի դա անվանում է, որտեղ մեր անհասկանալի է, որտեղից եկավ այդ երևույթը, անունը դրել ենք Աստված։ Գուրջիևի աշակերտների մոտ մի գիրք ունեն, այսպիսի, որ խոսում եք հիշեցի այսպիսի մի միտք կար, ես դա վերցրել տեղակայել եմ իմ մեգիրը վիպակի մեջ թաքնագիտական, այնտեղ ասում են այդ ձեր ասած կարգի մարդիկ, որ հավաքվում են անհրաժեշտ թվով, ոչինչ չի կարողանում արդեն իրենց դիմակայել, իրենց համար իսկապես անլուծելի խնդիր չի լինում, եթե այդ որակի մարդիկ են և սինխրոն էլ աշխատում են, այդ ձեր նշած հատկանիշներով, ինքը ասում է ոչինչ չի կարող դիմակայել, ցանկացած խնդիր կլուծել։ Հիմա այդ անհավանական հաղթանակները, որ լինում են, այդ կարգի մարդիկ են պետք, ու մենք նայում ենք մեր իրականությունը, լոգիկայով լուծում չկա։ Ես դա համար եմ ասում, քաղաքագիտությունը մեր խնդրի համար լուծում չունի, հաշվի առնելով ժողովրդի խառը վիճակը, արտաքին ուժերը, այստեղ Աստծո աջակցության կարիքը, Աստված էլ երևի այս ձեր ասած մեթոդներով է, որ գալիս, ասում լավ, սա արեք, կստացվի, էլի։ Իր գործիքն է, չէ՞, վերջի վերջո այդ ինչ որ դուք ասում եք։ Ուղղակի երկու ձևով կարան օգտագործեն, դա լավ նպատակով եւ վատ։ Բան չասացի։ Էդ էլ կա, այդ էլ պետք է հասկանանք, որպես վատ նպատակ, որ իրանց մենակ զուտ անձնական ինչ-որ խմբի շահեր տանեն, լավ, որ համընդհանուր ազգային, մարդկային վեհ նպատակի տանենք, պետք է հասկանանք նայած ինչ համակարգի համար այդ պետք է օգտագործել, միշտ պետք է հասկանալ, որ վեհ նպատակով, որտեղ անձնականի տանելով ստեղ կարա շատ թակարդային տեղեր լինի ու գնահակործանման տանի, ինչ որտեղ ասենց տուպիկային գա ու ինքնակործանման տանի, որովհետև տենց հիմա լինում աշխարհում։ Հիմա հաղորդման առաջին մասը եթե ամփոփում ենք,
ստացվում է դուք առաջարկում եք, որ անհրաժեշտ թվով որոշակի հատկանիշներ ունեցող մարդկանց համախումբ է պետք, որոնք իմանան ինչ է պետք, ինչպես պիտի առնչվեն վերին ուժերի հետ, սինխրոն աշխատեն եւ կստանան այն, ինչի կարիքը կա, հետո կմտածեք ինչպես ենք ներարկում եւ հասարակությունը արդեն առաջներ գործի։ Այսպես հաս ճիշտ հասկացա։ Մոտավորապես տենց։ Հետագայում կբացենք հիմա մեր մի հեռուստադիտով, որ անընդհատ հետևում է, երբեմն գոհ է, երբեմն դժգոհ է, հարց է ուղղել, որ ես էլ ձեզ փոխանցեմ։ Եվ ասում է, տեզը, եթե նախնիների ոգիները չեն բնակվում էգրեգորում, դուք կասել, ապա պարոն Դոնեկյանը պիտի ասի, թե որտեղ եք դուք, ասինքն ես, Արտյոմ Բեբանյանս, տեսել ու լսել, նաև խոսել ձեր պատմավեպերի հերոսների հետ։ Որպես մինչև հարց տալը քիչ պարզաբան եմ, ես գաղտնիք չի երկրորդ վեպից հետո ինչ որ ձևերով ես ասենք առնչվում էի այդ հերոսի հետ, ինչպես դուք ասացիք զուգահեռ կամ ինքը կա, օրինակ մի դրվագ կար Ալեքսանդր Մակեդոնոմացու մասին, որ վեպ էի գրում, կա լեգենդ, որ ինքը գնացել է Ամազոնիայի թաքուն մոտ, ընկերներից ոչ մեկը չի գրում եւ ասենք պատմաբաներ ասում են հիմա որված չի գնացել է թե չէ, ու հիմա դու ես հարց է տալի գնացել է թե չէ, եւ որևէ մեկից ես չէի կարող փաստ վեկալել, ու ես ձեզ միջև հաղորդում բացատրեցի ինչ տեսիներով ինձ ցույց տվեցին եւ պալատը թակու եւ թակուհուն ցույց տվեցին, հետո էլ անընդհատ ես ասենք գրում գալիս էի, դա ինչպես է լինում։ Ես որտեղ էր ես հետո անունը փոխել եմ Ստատիրե եւ Ալեքսանդրի հոգիները, որտեղ ես ում հետ էի շփվում, որ ես իրանցից ինչ-որ բան էի իմանում։ Թե ինչ է եղել։ Դե մի քիչ առաջ ասացինք կա զուհերթ իրականություններ, որտեղ լինի ժամանակ։ Դրանք Էգրեգորի մեջ չեն, չէ, Էգրեգորի ծապ չունեն էդի։ Այսպես ծրված են դիեզերքում, թե ինչ որ ուրիշ չափողականության մեջ են գտնվում։ Ուրիշ ներաշխարհում են գտնվում, ոնց որ ձեր ներաշխարհը կա, որ ես ձեր ներաշխարհը ես 3 չափանի տարածության մեջ է։ Կամ նաև ուրիշ ներաշխարհ, որտեղ ասենք թե եվրոպական երկրներում ակաշախրոնիկային ասում արևելքին Ալայավիչնայա տարբեր անվանումներ կան, բայց նույն բանի մասին է, որտեղ ինչ տեղի ունենում գրառվում է, բայց իրանք կենթանի են, այսինքն գրառվում է, ոնց որ հիմա մենք ֆիլմը կարող ենք միացնել կենթանի գնա, բայց պատկերացրեք, որ անցնեն միլիոնավոր տարիներ, ինչ ֆանտաստիկ ձևով մենք կարանք այդ ֆիլմը ստեղծել, որ ինքը մշտակ հոլոգրաֆիկ ամեն ինչ կենթանի լինի։ Կամ մեզանից հզորը, ով մեզ ստեղծել է, կարող է այլ ավելի դա ասում, տենց երևի այդ տեսագրության տենց տեսակ է, որ մեր ուղղակի դա տեսագրություն չի, ուղղակի դա տենց նման է, մենք դրանով լոգիկայով ենք բերում, որ տենց, բայց որը ուրիշ ներաշխարհում է գտնվում, ուղղակի ոնց որ կան մարդիկ, որ հատկանիշներ ունեն, ասենք ինչ որ վիճակում, տրանսային վիճակում ներթափանցում են այդ աշխարհ ու ինչ որ ներքին իրանց մղումը կա, ոչ թե ուղեղի մղումը, այլ ինչ որ ուրիշ շատ են ուզում իմանալ, ինչ որ մղումով, որտեղ դրա համար ընկնում են ինչ որ ժամանակաշրջան, ինչ որ մի հերոսների շուրջ, որտեղ ուզում են իրանք տեսնել ոնց է եղել, ու գնում են հենց կենթանի այդ վիճակի մեջ։ Այսինքն ինքը ոնց որ հիմա է տեղ ունենում այդ գործողությունը, ինքը տեղ ապրում է նույն ձևով։ Ոնց որ հիմա ասեցի, որ ֆանտաստիկ ֆիլմերում ոնց որ դուք ցանկացած ֆիլմում կարողեք կանգնացնեք, մտնեք ֆիլմի մեջ, դուք էլ ինչ որ դեր խաղաք։ Նու տենց կգա ժամանակ էլի, հաստատ կլինի, որ արդեն գիտությունը զարգանում է, բայց քանի որ մենք մի քիչ մենք մտածում ենք մենակ մեկ ենք, ոնց որ կան ավելի բարձր ցիվիլիզացիաներ, ուղղակի մեզ ոնց որ այդ դիրքի մեջ են բանում, մեզ դիտարկում են, ոնց որ մենք մրջունի բունն ենք դիտարկում, իրանք էլ մեզ են տենց դիտարկում, շատ չխառնվելով մեր գործերին։ Հիմա տեսեք, ես Ալեքսանդրի մասին վեպը ավարտեցի, ես չեմ կարող մարդկանց ապացուցել, որ Ալեքսանդրը իսկապես գնացել է Ամազոնիայի թաքուն մոտ, որովհետև վկայություններ, փաստեր չկա, բայց ես լիահամոզված եմ, որ հենց այդպես էլ եղել է։ Նայեք, շատ ապացույցներ շատ դժվար ասենք, թե հիմա ոնց որ բոլոր մարդկությունը քաղցրի համը չիմանա, դուք վերցնում եք մեղրը, ուտում եք, ասում եք, էսի քաղցր է, բոլորը ասում են ապացուցի, իրանք չգիտեն դրա համար, բայց շատ բաներ պետք չի ապացուցել, էդի տենց է, որտեղ դուք էդի ապրել եք, էդի պետք է հասկանանք, որ տենց չի, որ ամեն ինչ, եթե իրանք այդ փորձը չունեն, դու չես կարող իրանց ինչ-որ բան դա ցույց տաս, մինչև իրանք այդ փորձը չունենան։ Հիմա երկրորդ դրվագը ասեք, քանի որ հիմա ինձ քննում եք,
երբ որ Կալիգուլա վեպի վրա է աշխատում, դա Ալեքսանդրից հետո էր, ես կարդում եմ հին պատմիչի գիրք, իրանից 200 տարի հետո ապրած, այսպես մի 20 էջ բան է գրել, մի մեծ մասը գովում է իրան, այդ 26 տարեկանում կայսր է դարել, 3 տարի ընտիր, աստվածային ամենալավ բաներն մարդու մասին գրած, ուրիշ ոչ մեկի մասին չկա։ Եվ ասում է, ես ձեզ պատմեցի մարդու մասին, հիմա կպատմեմ հրեշի մասին։ Ու ամենաայլանդակությունները այդ նույն երիտասարդի մասին պատմում, վերջի իր կյանքի վերջի 8 ամիսը, կայսրը, որին հետո սպանում են։ Եվ ինքը այսպես է պարզաբանում, ինքը մի սիրուհի ուներ, այդ սիրուհին հատուկ դեղեր էր սարքում խոտերից, որպեսզի կայսրը որ խմեր, իրեն հիշեր, իրեն կանչեր, հանկարծ իրեն չթողներ եւ այլ, եւ ասում է այդ աղջիկը խոտերի դոզան մի քիչ շատ էր տվել, որ լավ կապվի, տղան բանը գժվեց։ Ես կարդում եմ, ասում եմ Սվետոնյոս չհամոզեցիր էլի, չէր կարող այս անցումս այսպես լինել, բայց 2000 տարի մարդիկ հավատացել են, այդ լավ բաները չեն հիշում, այս վերջի ճիվալային բաները հիշում են։ Ես եկել եմ 2000 տարի հետո եւ ասում եմ չհամոզեցի, ես էլ ֆիզիկոս եմ, ես բեքյատի չեմ հավատում, թե ինձ հիմնավոր եք։ Եվ ինչ ձև կա իմանալու իրականությունը, ոչ մի փաստաթուղթ չկա, ես էլ նույն ձև դիմում եմ, համապատասխան իրավիճակում, դες հետաքրքիր ինչ էր դրդատ։ Ձայն եմ լսում, ասում են լավ ես մտածել։ Ես ասում ուզում եմ իմանամ ինչ է եղել, իրականում, ես ձայն եմ լսում, չգիտեմ իմ ներսից դրսից լավ ես մտածել։ Ես զգուշանում եմ, մտածում եմ, քանի որ Ալեքսանդրի հետ առնչվել է, ես գիտեմ, որ կարող է գնաս ու հետ չգաս, էլի։ Ես մտածում եմ, եթե հարցնում են, ուրեմն վտանգ կա, էլի, ասինքն ես մի ինչ-որ ախավոր նյարդային վիճակի մեջ եմ կարող ներվես չդիմանա, այսպես զգուշանում, հետո ինձ ասում, դե լավ, արդյոք այս համարը թե ժամանակ համարը 50 տարեկան էի, ինչ ամենացե քեզ, էլի, թող գժանոցում մի հոգի էլ ասի, ես Կալիգուլան եմ, ինչ կլինի, որ կյանքդ ապրել ես, ասեմ համաձայն եմ, ու տարի ու կես ես ընկնում եմ տվայտանքների մեջ, ես չգիտեմ, ես այդ մարդու հոգին է գալիս ինձ այդ իմ կանչից, որ համաձայնությունը տալիս եմ, թե ես եմ գնում այնտեղ, թե ես ինչ ապրումներ եմ ունեցել այդ 1.5 տարվա մեջ, ասում ավերվել էի, քան ասում երբ եմ ես ավարտվելու, բայց իմանում էի բաներ դրդատ, ինչ է եղել այդ երիտասարդի հետ։ Վերջ ինչ էր եղել։ Նու գիրքը պիտի կարդաս, պատմելու չի, էլի, իրականությունը այնպիսին էր, որ այդ աստվածային կայսրը տեսնելով ժողովրդի իրավիճակը կամաց սկսում է ինքը ինչ որ հրեշ դառնալու, ասում է դուք ինձ հրեշ կդարձնեք, իրականությունը բացում է եղել, ոնց որ հիմա մեր իրականությունը բացվել է, էլի։ Եվ այ հիմա դա էլ նույն ձև էր, հա, էլի ես խնդրել էի, իրեն գտել էի, բերել էի, հա։ Դե նայեք, ոնց ենք բացատրում։ ոնց որ Իրան ներաշխարը, չէ, Կալիգուլայի ներաշխարը կա, որ մենք մտածում ենք հիմա հացավ կորավ գնաց, տենց չի, ոչ մի բան չի կորել, ինքը կա ուրիշ չափողականությունների մեջ, ուրիշ ներաշխարում։ Ձեր գիտակցությունը ներխուժել է ձեր ներաշխարը ինչ-որ մասը, իր ներաշխարի մեջ է ներխուժել, ու այն, չգիտեմ, մի քանի հազար տարի անցյալ էր գնացել, բայց ինքը ձեր համար, դա հիմա դուք ներկայում եք ապրում, բերել եք այս աշխարհ ու ձեր ինքը ասենք ինչ որ դեպրեսիոն վիճակի մեջ էր գտնվում, սոսկալի, հա, ու ձեր ներաշխարհի ինչ որ մաս այդ վիճակում, եթե ամբողջությամբ որ կարողանար ձեր վրա ազդել, դե դուք նույն բանը կդառնայիք, բայց քանի որ դեռ հլարծուրունը մնացել էր, Արցունի աշխարհը, չէ, ինձ թվում է շատ էր մնացել, որտեղ 5%-ում քայքայվում էի, 20% էլ այդ Իրանից գար է, արդեն շատ դժվար կլներ, ու ձեր ներաշխարհը ոնց որ պայքարում էր այդ իր իրականության հետ, որտեղ դա մեր ընկալման իրականությունն է, որտեղ այդ իր դեպրեսիան եկել էր ձեզ, ու իր ապրումներն էր եկել ձեզ, իր աշխարհի ընկալումներ եկել ձեզ բանը, դա այդ կապ չունի ինքը անցել է, ինքը էլի կենթանի է, հասկանում եք, մեր այս ժամանակ տարածությունը մենք ընդունում ենք ֆիքսիա, որ բան ենք անում, ժամանակ տարածության մեջ կարելի է ամենտեղ շարժվել, իհարկե ֆանտաստիկ ֆիլմ չի, դա իրականությունը, մեր իրականությունը, մենք քիչ այս ձև անդանում, այնտեղ ուրիշ ձև անդան, բայց մենք կարանք ներխուժենք, այնտեղ բերենք ստեղ, ուղղակի ինչ օրենքներ կա, որ շատ պետք չենք կարող խառնենք, բայց հնարավոր է բերել ստեղ եւ հիմա իրականությունն է, դուք բերել եք ձեր իրականություն, դրա համար այդ ապրումների մեջ եք, հետո կամաց թողեցիք ձեր իրականությունը հաղթեց, որ իրականություն կորավ, թե չէ, եթե ձեր իրականությունը այդ թողնելը գիտես ինչպես էր դրդատ, ես արդեն գիտեի երկրորդ գրքի ժամանակ, որ ես իրենից կբաժանվեմ
եթե գիրքը հրատարակեմ, առնվազն 50 օրինակ տարածեմ, ասենք մաս-մաս բաժանեմ, այս ժամանակ ինձ հուշում են, որ ես կազատ եմ, իսկապես երբ որ այդ գիրքը հրատարակեցի, քննարկում արեցի, եկա տուն, իրիկունը որ պարկեցի, ես տեսա ինչպես իր հոգին, այսպես հեռու գնաց, մեր եթերաժամը ավարտվում է, մի հարցեր ունեմ, վարձահատույց է լինում տրդատ, կոնկրետ ինքը ինձ բավական վարձահատույց է, որ ես ջարդեցի այդ մարդկանց այդ մտածումը, որ ինքը ճիվաղ է, ես բացատրեցի, որ չէ ինքը ճիվաղ չի, այսպես, տարբեր ձևերով այնպես էր, որ ինձ գումար գար։ Նույնիսկ մի մարդ եկավ ինձ մոտ առաջարկում էր ինչ-որ գործ անենք, ես ինքս ինձ հարցվեցի, ասի հետաքրքիր իրեն է Կալիգուլան ուղարկել, դե գիտես ինչպես կարող մտնի մարդու գիտակցության մեջ էլի, փորձեցի հրաժարվեմ։ Ես ուզում եմ մարդը կարճած էր, ամեն ձև ուզում էր այդ փողը ինձ տար, հասկանում ես, չէ՞ թեթև գործից փող տար։ Ես ասի լավ մեղ կա, այս մարդը ինքը չգիտի, որ Կալիգուլայի ոգին վարձահատույց լինելու համար իրեն ճոտ բռնել է, ասել է գնաց Պեպանյանի սա կառաջարկես։ Սա էլ կա։ Հիմա վերջինը, որ ուզում եմ ասեմ, այ բավական երկար ժամանակ էս մեր խնդիրը ինչ որ հիմա շատ մարդիկ տեսնում են, իմ առաջ բացվել էր, էլի տանջվել, տարապել, լուծում չի կարողանում գտնել իսկապես։ Ու մի օր կոնսերվատիվ հեղափոխություն հաղորդաշարի մեջ ասել եմ, մի օր դիմեցի, ասեցի, ես լուծում չեմ գտնում, էլի։ Տեր Աստված ասել, Լուսինին կարծեմ դիմեցի, ասի հաստատ աշխարհում ինչ-որ մի բան եղել է, էլի, որ այս կարգի խնդիր լուծել են, խնդրում եմ ինձ հուշեք, օգնեք, ես չեմ կարողանում։ Եվ 3 հատ տեսիլ ցույց տվեցին, կտոր, ինչը պետք է անել, այ ձեր ասած քարոզի ձևերը ցույց տվեցին, թե ինչ մեթոդներով կարելի է ազդել։ Հետո ինձ մի հատ գիրք բերեցին արդեն ռեալ կյանքում, որտեղ ծանոթացա թե ինչ կերպ են ստանում, հասկանում ես, այդ լուծումն էլ ես էլի ստացել եմ այդ ձևերով, ու ես քանի որ դա իմ ուղեղի արգասիքը ուրիշի մոտ չեմ կարդացել կամ այդ ձևերով, ես լիավստահ եմ, որ լուծումը հենց դա է, կասկած չունեմ, պարզապես մնում է մարդիկ ըմբռնեն, դժբախտաբար 2007-ից էսկոմ չեն ըմբռնել, ու ես ասում եմ, որ գալու եք այս փոսի մեջ գնեք, 2007-ին որ գիրքը հրատարակեցի, բոլոր երևելի քաղաքգործիչներին տվեցի, ժամանակ միայն մեյլ կար, ինչքան մեյլ դեր ուղարկեցի, 0 արձագանք էր, ու ես տխրեցի, այսպես իմ կյանքի ամենա գերհուսահատորից էր, ասի եթե մարդիկ չեն հասկանում, որ մահվան ուրվական է կանգնած այս իրականության կողքը, այս երկիրը կործանվելու է։ Ու անդադ ես պայքարում եմ, որ այդտեղ հասեմ, պես վերջ մեկ անգամ հասանք այստեղ։ Բայց միևնույն է լուծումը նա է։ Լուծումը այն է, ինչ որ դուք ասում եք, ինչ որ յուրահատուկ մարդկանց խումբ պիտի գա, այդ գիրքն դնի սեղանի, կոնսերվատիվ հեղափոխություն, դա իմը չի։ Ինձ տվել են ես գեր։ Նա ինչ են արել, փորձի վերցանի, վերհանի եւ ինչ որ դուրս գանք այս վիճակից։ 2 րոպե ձեր ժամանակ եզրափակիչ խոսքի համար։ Ну, տենց մենակ ձեզ չի տրվել, շատերին է տրվում, շատերին է տրվում։ Բայց ասողներին լսող է պետք, մարդիկ բացի չոր իրականությունից չեն կարող ավելի խոր ներթափանցել, ավելի խորքը տեսնել։ Դե հիմա ոնց որ ասված ամեն ձևով մեզ ուզում են ինչ-որ բան հուշի, ամեն ձևով։ Հիմա նույնիսկ քաղաքական էս վիճակը, որ եկեղեցի ու պետություն պայքարա չէ գնում, ասված աստեղ ինչ-որ բան ուզում հուշել, համ եկեղեցուն է ուզում հուշել, համ պետությանը մի կողմանի չի, երկուսին էլ ինչ-որ բան ուզում է ասել, ուղղակի պետք է լսեն, ես այդքան կարամ բան ասեմ։ Եվ եզրափակիչ խոսքը, այս ամփոփեք այս ամեն ինչը, ինչ որ խոսացինք։ Ամփոփելու համար պետք է մենք հասկանանք, որ մենք չենք սահմանափակվում այս մեր եռաչափ տարածությունում, մենակ մեր ներաշխարհը այն չի, որ մենք ընկալում ենք, ինքը ավելի շատ լայն է, ու մենք կարող ընդգրկվենք ուրիշ ավելի լայն ներաշխարհի հետ, որտեղ մենք չենք տեսնում ու կարող անցյալում ա եղել կամ ապագայում պետք է լինի, հետո պետք է հասկանանք, մենք սահմանափակումներ չունենք, մենք շատ ազատ վեհ էակ ենք, որոնք այս սահմանափակումները ուղղակի կաղապարներ են, որ դրված է, երբ որ մենք տենց սկսենք մտածել, այլ հաղթանակի ընկալումը կառաջանա մեզ, որտեղ ինքը հիմա թվում է անհնար։ Ասենք մի անգամ տենց հաղորդում էի 2021 թվին արել, որ հաղթանակը գալու է, պարզապես պետք է մենք փոխենք մեր մտածելակերպը, մենք սահմանափակումներ մեզ չդնենք, հենց մենք սահմանափակում ենք դնում, որ մենք այսքանն ենք կարում, այսքան արդեն ինքը սահմանափակվում է։ Ըստ նույն Գուրջիևի աշակերտների մոտ հանդիպեցի այս մտքին, որ եթե որևէ խնդիր գտնում եք, որ լուծում չունի,
ինքը լուծում չունի այս հարթության մեջ, դրա լուծումը այլ հարթության մեջ է։ Դրա համար այլ որակի մարդիկ են պետք, որ այդ այլ հարթություն գնան եւ լուծումը բերեն։ Շնորհակալ եմ ձեզ, ես հիշեցնեմ, որ հյուրընկալեցի Պրադոնիկյանին, խորագետ, փիլիսոփա-ուսուցիչ եւ որ դպրոցի հիմնադիր Երջանիկ լինելը արվեստ դպրոց։ Անունը մոռացել եմ, Երջանիկ լինելը արվեստ։ Այդ երջանկությունը այդ մեր մեջ կա, այդ վե հաղթանակի մեջ է, որ մեր աշխարհում մենք չենք կարող տեսնել։ Մենք այս արտաքին իրականությունն ենք ընկալում, որտեղ ինքը խաբկուս իսկ արտաքին իրականություն մենակ սա չի, որ մենք մեր աչքերն են տեսնում, ինքը ավելի շատ լայն է։ Բարի։ Կարեք հաճախեք դպրոցը։ Սիրով եւ առաջիկայում էլի կհանդիպենք այս բարդ թեմաները արծարծելու համար։ Մինչ նոր հանդիպում եթերում։